կանանցի սենյակի նրանց մտահղացումն է, որը աշխատում է առայժմ դեռ անմիջոպված գենդերային հավասարության և տուրիզմի աջակցման բաժնի կողմից և մենք շուտով այն անունը կփոխենք և դառնա կանանց և տղամարդկանց։ Դեկտեմբերի 25-ին Նինոց Մինդայի քաղաքապետարանի կանանց սենյակում տեղի ունեցավ ջերմ ու խորհրդանշական հանդիպում։ Միջոցառմանը հրավիրված էին Նինոց Մինդայի հաջողակ կանայք տարբեր ոլորտներից՝ կրթությունից և մշակույթից մինչև բիզնես ու հասարակական գործունեություն։ Հանդիպման նպատակն էր մեկ հարթակում միավորել փորձառու ու նպատակասլաց կանանց, փոխանակելու գաղափարներով և ոգեշնչելու միմյանց։ Ամեն տարի տարվա վերջում մենք կազմակերպում ենք տարվա լավագույն հաջողակ երիտասարդ կանանց հետ հանդիպում, որի ընթացքում մենք անում ենք այն կանանց, ովքեր ինչ-որ իրենց մասնագիտությամբ, իրենց բնագավառում ունեցել են հաջողություններ և այս տարվա ընթացքում արժանացան լավագույն երիտասարդ մասնագետի կոչմանը։ Մեր կանանց սենյակը, որը գործում է գենդերային հավասարության և տուրիզմի զարգացման բաժնից, ամեն տարի իրագործում է այս միջոցառումը և մեզ համար հետաքրքիր է, որ այսօր հավաքեցինք և մանկավարժներ, և բժշկուհիներ, և բիզնեսմեններ, և արվեստի աշխատակիցներ և նրանց հետ շփվելով մենք հասկացանք, թե ինչն էր հաջողության գաղտնիքը և այն, որ այս հաջողության գաղտնիքը կարող է օրինակ ծառայել մյուս աղջիկների համար, մյուս կանանց համար, որ և բիզնեսը, և յուրաքանչյուր պարարվեստը, երգարվեստը և մյուս մասնագիտությունները հասանելի են յուրաքանչյուրին համար, հասանելի և ուղղակի պետք է, ինչպես բացատրեց այսօրվա հանդիպումից, պետք է սեր, շրջապատը և համարձակությունը։ Ընդգրկելով այս բոլոր երևույթները կարելի է հասնել իսկապես այն հաջողությանը, որ լինի հաճելի և իրենց և հասարակության համար։ Հանդիպումն անցավ ուրախ և անկաշկանդ մթնոլորտում։ Մասնակիցները կիսվեցին իրենց կյանքի և մասնագիտական ուղու պատմություններով, ներկայացնելով այն դժվարությունները, որոնք հաղթահարել են և այն արժեքները, որոնք իրենց առաջնորդել են հաջողության ճանապարհին։ Քննարկումների ընթացքում բացահայտվեցին հաջողության գաղտնիքները՝ աշխատասիրություն, համառություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և շարունակական ինքնազարգացում։ Բարև ձեզ, ես Վարսիկ Մաթևոսյանն եմ, մասնագիտությամբ վոկալիստ մանկավարժ, այսօր հրավիրված էի կանանց ակումբի կողմից միջոցառման, որի համար շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում կարողացա ինձ դրսևորել այնպես, որ արժանանամ այն պատվավոր կոչմանը, ինչպիսին է Նինոց Մինդայի հաջողակ կանանցից մեկը լինելը։ Այստեղ ներկա բոլոր կանանց աղջիկների անունից շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, թող որ շարունակական բնույթ կրի, թող որ շատ լինեն մեր Նինոց Մինդայում հաջողակ կանայք եւ աղջիկները, թող որ ներառված լինեն բոլոր ոլորտներում։ Ուզում եմ, որ միշտ կանայք գնահատված լինեն այնպես, ինչպես այսօր էր, թող մեր տղամարդիկ էլ ոգևորեն մեզ, որպեսզի մենք կարողանանք ավելի առաջ շարժվել բոլոր ոլորտներում։ Միջոցառման ավարտին հանդիպումը ամփոփվեց ջերմ խոսքերով ու շնորհակալություններով։ Հյուրերին ճանապարհեցին խորհրդանշական նվերներով, որպես գնահատանքի և ուշադրության նշան։ Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Նինոց Մինդայում կան ուժեղ, ստեղծագործ և նպատակասլաց կանայք, ովքեր իրենց օրինակով կարող են ոգեշնչել նոր սերնդին և նպաստել համայնքի զարգացմանը։